Իրադարձությունները զարգանում են այն տրամաբանությամբ, որը թելադրում է մեզ հանուն հանրապետության կուսակցությանը դիրքավորվել առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Եվ ըստ ամենայնի մենք գնում ենք այն ճանապարհով, որ հանդես կգանք ընդլայնված ցուցակով։ Ինչ է դա նշանակում, որ հանրությանը հայտնի իրենց լավագույն համբավով հասարակական գործիչներ եւս ոչ կուսակցական կներառվեն հենց հանուն հանրապետության կուսակցության ցուցակում իրենց ծրագրերով, իրենց ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշմամբ։ Սա այն օպտիմալ ճանապարհն է, որով մենք պետք է ընթանանք, օպտիմալ ինչու, որովհետեւ Հայաստանում տեղի են ունեցել եւ տեղի են ունենում անշրջելի իրադարձություններ, որոնք ամրապնդում են Հայաստանի սուվերենությունը, անկախությունը, ժողովրդավարությունը եւ հենց այս հարցերի շուրջ կոնսենսուսից պետք է ծնվեն առաջիկա տասնամյակներին թե իշխանությունը, թե իր ողջ բազմազանությամբ ընդդիմությունը։ Եվ հենց այս աքսիոմները ընդունելով, այս սահմանումներում ընդհանուր ընկալում ունենալով, մենք պետք է կարողանանք ընդդիմախոսել իրար, բանավիճել եւ գալ լավագույն որոշման հանուն այս իրողությունների զարգացման հանուն մեր պետության։ Չկա ուրիշ տարբերակ եւ բոլոր նրանք, ովքեր դուրս են մնում այս կոնսենսուսից, նրանք պետք է մաղվեն լուսանցք, նրանք Հայաստանի քաղաքականության մեջ անելիք չունեն այլևս, անկախ նրանից նրանք 130 տարեկան են, թե քանի տարեկան կամ չգիտեմ ուժեղ են որպես առաջնորդ, թե ինչ են, ընդ որում այդ ուժն էլ պետության հաշվին։ Գնացեք ձեր ուժը փորձեք Պուտինի հետ ձեր բարեկամության մեջ։ Հայաստանում ուժեղ է պետությունը, մնացածը ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։